Բարև ձեզ սիրելիներս, եղիր ակտիվ ապրիր առողջ ծրագրի շրջանակներում շարունակում ենք իմ տեսանյութերի շարքը եւ այսօր խոսելու ենք դիետաներից հրաժարվելու 5 հիմնական պատճառների մասին։ Ամենաառաջին իրավիճակը, երբ պետք է հրաժարվել սննդակարգերից, դիետաներից։ Այդ այն ժամանակ է, երբ դուք կերակրող մայր եք։ Հիշեք, որ երեխայի եւ ձեր առողջության համար պետք է դադարեցնել ցանկացած դիետա մինչև այն ժամանակ, երբ դուք դադարում եք կերակրել, այսինքն երբ դուք կերակրում եք երեխային, մոռացեք ամեն տեսակի քաշ իջեցնող սննդակարգերի մասին։ Երկրորդ պատճառը, երբ պետք է հրաժարվել դիետաներից։ Դա այն իրավիճակն է, երբ դիետան կազմված է ոչ ձեր համար եւ անհասկանալի է թե ում կողմից։ Թղթի վրա տպած ինտերնետից հանած սննդակարգերը մի քանի կիլոգրամ գուցե եւ նիհարացնում են, բայց շատ ավելի վտանգ են իր մեջ պարունակում, քան օգուտները։ Դրանք կազմված են անհայտ մարդկանց կողմից եւ անհայտ մարդկանց համար, իսկ ճիշտ դիետան կազմվում է հենց ձեր համար, հաշվի առնելով ձեր առողջական խնդիրները, քաշը, հասակը, տարիքը, սեռը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն, այն կլիման, որտեղ դուք ապրում եք, այն ժամանակը, որտեղ դուք ապրում եք, ձեր ցանկացած սննդային նախապատվությունները, այս պատճառով էլ հենց իսկական ճիշտ սննդակարգը պետք է լինի անհատական։ Դրա համար մոռացեք մնացած ուրիշ դիետաների մասին։ Սա այն հիմնական երկրորդ պատճառն է, երբ պետք է հրաժարվել պատահական սննդակարգերից։ Երրորդ պատճառը, երբ հրաժարվում եք սննդակարգերից, դրանք այն սննդակարգերն են, որոնք խոստանում են ձեզ, ասենք, շաբաթական 10-ից 15 կիլոգրամ նիհարեցնել։ Ուզում եմ հիշեցնել, որ առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով ամսական քաշի առավելագույն կորուստը պետք է լինի 3-ից 5 կիլոգրամ եւ ոչ թե շաբաթական, ասենք 10 կամ 12 կիլոգրամ, այլապես վտանգվում է ձեր լյարդը, հորմոնալ համակարգը եւ քայքայվում է ոչ թե ճարպային հյուսվածքը, այլ դուք ջրազրկվում եք, այսինքն մարմինը կորցնում է իր ջրային մասը եւ քայքայվում է, ինչ ավելի վատ է, մկանային հյուսվածքը։ Այսպիսով, սիրելիներ, ցանկացած դիետա, որը ձեզ խոսք է տալիս ամսական նիհարեցնել 3-ից 5 կիլոգրամից ավել, ուղղակի հավաստի չէ եւ դա հիմնական պատճառներից մեկն է, որ պետք է հրաժարվել հենց այդ սննդակարգերից։ Հաջորդ պատճառը, որ պետք է հրաժարվել սննդակարգերից, եթե դուք ունեք այնպիսի հիվանդություններ, որոնք այդ սննդակարգի հաշվման ժամանակ հաշվի չեն առնվել եւ այդ ընթացքում դուք ձեզ զգում եք ավելի թույլ, ավելի վատ, նկատում եք կողմնակի էֆեկտներ, օրինակ մազաթափություն, մաշկի չորություն, որոնք լինում են հիմնական հյուծող սննդակարգերի ժամանակ։ Հիշեք, որ դիետան դա տանջալի մի process չի եւ դիետան պետք է լինի հարմարավետ, հաճելի եւ դուք երբեք սովի զգացողություն պետք է չունենաք, այլապես հրաժարվեք այդ դիետայից եւս։ Եվ վերջին պատճառը, երբ ձեզ պետք է հրաժարվել դիետաներից, այն դեպքում, երբ ձեզ դիետայի հետ նշանակում են տարօրինակ թեյեր, հաբեր, սուրճեր, որոնք օգնում են նիհարեցնելու։ Ուզում եմ այս դեպքում զգուշացնել, որ այդ բոլոր կասկածելի ճակերտավոր նիհարեցնող թեյերը, հաբերը, սուրճերը, թրմերը, եփուկները խիստ վտանգավոր են։ Նրանք հիմնականում ոչ մի ստուգում չեն անցնում եւ քիմիական բաղադրությունը խիստ կասկածելի է։ Այսպիսով, սիրելիներս, դուք միշտ ունեք ընտրություն ընտրել ավելի անվտանգ, ապահով քաշ իջեցնելու ստուգված մեթոդները։ Եվ այսպես մենք այսօր խոսեցինք դիետաներից հրաժարվելու 5 հիմնական պատճառների մասին։ Հաջորդ տեսանյութում մենք կզրուցենք նյութափոխանակությունը դանդաղեցնող 5 հիմնական պատճառների մասին։ Հետևեք մեզ, եղեք տեղեկացված, եղեք ակտիվ, ապրեք առողջ։